Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն, արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրությանը մեղմ ասած անհանգստացնում են այն կադրերը, որոնք տեսնում ենք Բաքվի այսպես կոչված դատավարությունից։ Վերջին կադրերը ավելի մտահոգիչ չէին, ակնհայտ գոնե տեսողական մակարդակով բռնության հետքեր կային այն մարդկանց վրա, որոնք պայքարել են միջազգային հանրության կողմից արձանագրված մի սկզբունքի, ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը իրականում ինչ է անում այս խայտառակությանը վերջ տալու, միջազգային հանրության, թեև հասկանում եմ այս բարդ ժամանակահատվածում, այս խայտառակությանը միջազգային հանրության հայացքը ուղղելու համար։ Ի վերջո մենք պետք է արձանագրենք, որ Բաքվում դատում են այդ դատավորությունը, ոչ միայն դատում են Արցախի ներկա նախկին ղեկավարներին, այլ դատում են, եթե ավելի անկեղծ լինենք, Կոսովոյի Հանրապետության նախկին ու ներկա ղեկավարներին, Բոսնիայի Սերբական Հանրապետության նախկին ու ներկա ղեկավարներին, Կոսովոյի, Սերբիայի նախկին ներկայացում, Բոսնիայի Սերբական Հանրապետության, Թուրքիայի, Կիպրոսի հյուսիսային Թուրքական Հանրապետության ղեկավարությանը, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Դոնեցկի ժողովրդական հանրապետության, Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարությանը։ Հայաստանի դիվանագիտական կորպուսը ինչ է անում այս խայտառակությանը վերջ տալու համար եւ միջազգային հանրությանը այս նուրբ կետի վրա ուշադրությունը բևեռելու համար։ Կարծում եմ ճիշտ կլինի, եթե Արարատ Միրզոյանը պատասխանի հարցին։ Մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանի։ Համեցեք, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան հարցի համար, նախ ուզում եմ, քանի որ ազգային ժողովում է հնչում հարցը, ուզում եմ ընդգծել, որ ձեր բարձրաձայնած մի շարք դեպքերում, այսինքն դեպքերի հաշիվ չանեմ, բայց մենք նման միավորումներ չենք ճանաչում եւ նաեւ ուզում եմ ասել, որ մենք հստակ գնահատական ենք տվել եւ ասել եմ, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան հիմա արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ եւ նաեւ Հայաստանի կառավարությունը իդեմս արտաքին գործերի նախարարությամբ հանդես է եկել հստակ գնահատականով եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ եւ ելի ասում եմ, որ տեսեք միշտ նման իրավիճակներում, երբ խոսք է գնում գերիների, պատանների, այլ պահվող անձանց մասին, բնականաբար հարց է հնչում, իսկ ինչ է անում մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը անում է այն ինչ հնարավոր է եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով եւ ելի եթե բնական հարց է ծագում, իսկ որտեղ են այդ դիվանագիտական ջանքերը, ինչու չեն երևում դրանք, ես ի պատասխան այդ հարցի միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր հայրենակիցներ գերեվարված 32 վերադարձան Հայաստանի Հանրապետություն եւ միջև պաշտոնական հայտարարության վերջին վարկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել
Այդ թվում այն պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը նաև կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը եւ դրանց արդյունավետ լինելու հավանականությունը։ Եվ այդ առումով ելի ուզում եմ ասել, մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական, ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով, այլ արգելված միջոցներով տեղի ունենում արգելված ներգործություն եւ դա բնականաբար անընդունելի է մեզ համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ բաներ կա, որ բարձրաձայն չեն ասում, բայց հասկանալի է նաև, որ ադրբեջանական կողմը այդ տեսանյութերը, լուսանկարները, երբ որ հրապարակում է, միտում ունի նաև հոգեբանական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Դա էլ եմ հասկանում, բայց այնուամենայնիվ այդ կադրերը, երբ որ իրենք հրապարակում են, պատկերը ավելի ակնհայտ է դառնում եւ կարծում եմ մեր դիվանագիտության գործն էլ ավելի հեշտանում է միջազգային հանրությանը, այսպես ասած միջազգային հանրությանը բացատրել, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում, այս էր իմ ասածը եւ մենք յուրաքանչյուր հայ, առավել եւս յուրաքանչյուր պաշտոնյա ամեն ինչ պետք է անի այդ մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան, արձագանքի համար, եթե ձեր թեզը ճիշտ է, իսկ ենթադրենք, որ այդ թեզը ճիշտ է, եթե այդ տեսարանները օգտագործում են նաև մեր հանրության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար եւ մեր հանրությունը ստացվում է հանրության նկատմամբ հոգեբանական ներգործություն ունենալ, այդ նշանակում է, որ իրենք իրենց խնդիրը կատարում են։ Ես հասկանում եմ, որ իրադրությունը շատ նուրբ է, որ իրադրությունը կարող է լինել էմոցիոնալ, բայց եթե այդ դիտանկյունից նայենք, դա էլ պետք է հասկանանք, որ այդ դեպքում փաստորեն իրանք այդ խնդիրը դնում են եւ այդ խնդիրը լուծում են մենք էլ այդ խնդիրը որոշակիորեն նաեւ այդ դիտանկյունից եւ այդ տեսակետից պետք է ընկալենք եւ ընդգծեմ, որ այս երկրորդ հատվածը իմ ասացի, առաջին հատվածի պատասխանի մեջ որևէ բան իհարկե չի փոխվում։ Շնորհակալություն։